Վերջին ամիսների ամենամասշտաբային հարձակումն է Ռուսաստանը սկսել Ուկրաինայի դեմ։ Միջազգայնագետները նկատում են, որ Ուկրաինան 24 ժամում ավելի շատ վնաս է կրել, քան վերջին 2 շաբաթում։ Մարդկային կորուստներ ունի Ուկրաինան, միայն Կիևում ավելի քան 1 տասնյակ մարդ է զոհվել վերջին 1 օրում, 3 տասնյակ վիրավորի մասին է հայտնի։ Ավելի քան 50 հրթիռով և 70 ռեակտիվ անօդաչու սարքերով է Դաշնությունն իրականացրել հարձակումը։ Գազաբաշխիչ կայաններ են վնասվել մայրաքաղաքում և Կիևի մարզում, որոնք ապահովում են ուկրաինական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը։ Կիևի կայազորին վառելիք մատակարարող պահեստ են թիրախավորել ռուսները, տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն, որտեղ ԱԹՍ-ներ էին պահվում։ Ռուսաստանի զինուժը հարվածել է նաև Ուկրաինայի Նիկոլաևի մարզում անօդաչուների մի պահեստի։ Կիրովոգրադի մարզում Գերայնյում հրթիռով ռուսները հարվածել են Ուկրաինայի զինուժի կողմից օգտագործվող մի շոգեքարշի։ Զապորոժիեում գազի պահեստ են օդանել ռուսական ուժերը, ոչնչացրել 25 տանկ և ռազմական այլ սարքավորումներ։ Կիևը պնդում է, որ նաև բնակելի շենքեր, հյուրանոցներ են վնասվել։ Հարվածներից ժամեր առաջ Զելենսկին զգուշացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է լայնածավալ հարձակման, ինչից հետո Կիևի մի քանի թաղամասեր տարհանվել էին։ Դրոնային հարձակում է սկսել նաև Ուկրաինան։ Նիժնի Նովգորոդում 1 մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել։ Բելգորոդի մարզում էլ անօդաչուի հարվածից 1 մարդ է զոհվել, 2-ը վիրավորվել։ Ըստ տեղի իշխանության ավերածություններ կան բնակելի թաղամասերում։ Ռուսաստանի ՀՕՊ-ը գիշերը ոչնչացրել է 327 ուկրաինական ԱԹՍ։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մինսկից անապա մեկնող մարդատար ավտոբուսը ուկրաինական անօդաչուների հարվածի տակ է ընկել։ 2 վիրավորի մասին տեղեկություն ունի Իզվեստյան։ Դեպքը եղել է Բելառուսի և Ռուսաստանի Բրյանսկի մարզի սահմանին։ Ավտոբուսում 12 ուղևոր, 2 վարորդ է եղել։ Գաներ Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։